Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները ապրիլի 9-ից 10 համատեղ զորավարժություն են անցկացրել։ Զորախաղերը նախապես հայտարարված չէին եւ անակնկալ, համատեղ էին, սակայն յուրաքանչյուրն իր երկրի տարածքում, սահմանամերձ Նորդուզի շրջանում։ Հայ եւ իրանցի հատուկ ջոկատայինները իրականացրել են հայ-իրանական պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ, սահմանների անվտանգության ուժեղացում եւ ստորաբաժանումների մարտունակության բարձրացում։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի գնահատմամբ սա միանշանակ ուղղված է հայկական բանակի մարտունակության բարձրացմանը։ Իրանի բանակը վերջին տասնամյակներում մեծածավալ մարտական փորձ չունի, սակայն մյուս տեսանկյունից այն բավական ակտիվ է պրոքսի պատերազմներում։ Այս առումով փորձի փոխանակումը միանշանակ դրական է եւ ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչը, բայց պետք է նկատել, որ սա միայն հատուկ նշանակության ուժերի զորավարժություն էր, սահմանափակ մասնակիցների քանակով, իսկ այս պահին մեր բանակում շարունակում է սուր դրված մնալ համազորային մեծ ծավալով զորավարժությունների բացակայության հարցը։ Մինչև վերջերս նման զորավարժությունները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով գրեթե ֆանտաստիկայի ժանրից էին, ասում է քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը։ Նրա խոսքով Իրանի նկատմամբ արևմտյան ճնշումների ֆոնին Հայաստանի իշխանությունը միշտ խուսափել է գործակցել Իրանի հետ այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմականն է։ Այս զորավարժությունները որոշակի զսպող դեր կխաղան եւ հատկապես հիմա, երբ Ադրբեջանը պարբերաբար մեղադրում է Հայաստանին հրադադարի ռեժիմը խախտելու համար, ինչն ընկալվում է որպես Բաքվի կողմից նոր ռազմական գործողություններ սանձազերծելու նախերգանք։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Իրանի քաղաքական մեսիջը Հայաստանի հետ զորավարժությունների միջոցով բավականին զուսպ է եւ սահմանափակ։ Իրանական թեման ակտիվ պահելով հանրային դաշտ է նետվում հիշեցման կարգով եւ իբրև պատահական Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի եւ Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի միջև Երևանում տեղի ունեցած 4 տարվա վաղեմության առանձնազրույցը։ 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց իրանցի գլխավոր դիվանագետը այցելել էր Երևան եւ Բաքու։ Երևանում Իրանի արտգործնախարարը արարողակարգով նախատեսված ծրագրի շրջանակում հանդիպել էր նաեւ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Զարիֆը Երևանյան հանդիպումից գրավ մանրամասներ է ներկայացրել։ Ըստ Զարիֆի, նախագահ Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցել հետևյալ ձևակերպմամբ իր պատգամը։ 28 տարի առաջ մենք հզոր ենք, իսկ Ադրբեջանը թույլ։ Մենք տիրացանք Ղարաբաղին, ադրբեջանցիներին նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք։ 28 տարի ձեզ ստորացրինք ու այսօրն ընկանք։ Դուք մեր սխալը չկրկնեք։ Հարցազրույցում Զարիֆը շարունակում է, թե Հայաստանի նախագահի պատգամը Բաքվում փոխանցել է նախագահ Իլհամ Ալիևին, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես։ Իլհամ Ալիևն էլ իբրև տրամաբանական է համարել այդ խոսքերն ու ասել, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է։ Նախկին նախագահի գրասենյակը երկար սպասեցնել չտվեց։ Մամուլում շրջանառվող Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը։ Իրանագետ Գրիգոր Առաքելյանն անդրադարձել է նաև այն փաստին, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնը թողնելուց հետո Մոհամմադ Ջավադ Զարիֆը դեռ 2024 թվականին հրատարակել էր հանդուրժանքի ծանծաղուտը խորագրով իր հուշապատումը, որտեղ անդրադարձ կա նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան այցելած Իրանի հատուկ բանագնաց տվյալ ժամանակահատվածում Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աբբաս Արաղչիի հանդիպումներին։ Հուշագրության հեղինակը նախ խոսում է հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին եւ անդրադառնալով հրադադար հաստատելու վերաբերյալ իրանական կողմի նախաձեռնությանը գրում. Իրանի հատուկ բանագնաց Աբբաս Արաղչիի կողմից պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի ներկայացրած առաջին առաջարկի հիմնական խոչընդոտող կողմը հենց Հայաստանն էր։ Հայկական կողմի ռազմավարական սայթակումն այն էր, որ դեռևս այն պահին, երբ Հայաստանը պատերազմում պարտություն կրած կողմ չէր համարվում, մերժեց պատվաբեր հրադադարի առաջարկը։ Արաղչիի հետ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարվելակերպն ամեն ինչի մասին վկայում էր։ Նա կոպտորեն Արաղչիին ասել էր. «Դուք մտադիր եք Հայաստանին ստիպել ընդունելու պարտությունը»։ Անշուշտ Արաղչիին հաջողվել էր դիվանագիտորեն խաղաղեցնել Փաշինյանին, որ այդպես չմտածի։ Մեզ համար պատերազմի ընթացքը տեսանելի էր եւ մեր ձգտումը հավասարության, այլ ոչ թե հաղթանակի կամ պարտության վրա կառուցվող խաղաղությունն էր։ Թե ինչ այլ առաջարկներ էր ստացել Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետո իր հարավային հարևանից ենթադրություններ չեն կանի, քանի որ հենց իրենք իրանցիներն էլ սկսել են խոսել եւ կշարունակեն պատմել ու նոր առիթներ գտնել։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։